Բարև ձեզ։ Հրապարակի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հայաստանի ես եմ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանին։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Պարոն Սարգսյան, այս օրերին դուք ակտիվ հանդիպումներ եք ունենում Հայաստանի բնակիչների, քաղաքացիների հետ, այդ թվում մարզերի բնակիչների հետ, եւ հետևելով ձեր գործունեությանը, տեսնում ենք, որ հայտարարագրման թեման եք ակտիվ քննարկում, տեսնում ենք, որ բազմաթիվ բնակիչներ մասնակցում են այդ ամենին։ Հետաքրքիր է ինձ, ինչ հարցեր են այդ թեմայով բարձրացնում բնակիչները, ինչ է դրանց վերաբերյալ նրանց մտահոգում։ Բնակիչների մտահոգում է հայտարարագրման բացասական հետևանքները, ինչի առաջ են կանգնելու եւ բնականաբար փնտրում են լուծումներ։ Իսկ շատ դեպքերում լուծումները բացակայում են, որովհետեւ դրանց համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ։ Դրա համար մենք ակտիվ իրազեկում ենք իրականացնում, որպեսզի Հայաստանի հասարակությունը, բնակչությունը, քաղաքացիները շատ ավելի մանրամասն տիրապետեն իրենց իրավունքներին եւ շատ ավելի մանրամասն պատկերացում ունենան հայտարարագրման պարագայում բացասական հետևանքների վերաբերյալ, թե ով ինչի առաջ է կանգնելու, ում համար որքան կարող է հարկը ավելանալ կամ ընդհանրապես չհարկվող եկամուտ դառնա հարկվող եւ այդպես դառնան քաղաքական եւ տնտեսական ահաբեկման որպես զոհ քաղաքացիները։ Սրանք են հիմնական բարձրացվող հարցերը, նաեւ վերջերս արդեն ավելացավ Արդարադատության նախարարության կողմից նոր շրջանառվող օրենքի նախագիծը, այսինքն զուգահեռ հայտարարագրման զուգահեռ մարդկանց ընդհանրապես իրավապաշտպանությունից զրկում են եւ այդ թվում կարող է հասնել ընդհանուր մինչեւ ունեզրկման։ Չնայած երեք արդեն ականատես եղանք Արդարադատության նախարարի որոշակի հետքայլային տրամադրության եւ ելույթին, բայց ավելի ենք ճնշում բարձրացնելու մինչեւ որ վերջնական եւ հայտարարագրման համակարգը եւ նոր նախաձեռնությունը կան հին մակարդակին մինչեւ այդպես հնարավոր եւ ընդունելի լուծումները կարողանան գտնել, եթե իհարկե իրենք կարողանան։ Եվ պարոն Սարգսյան, բնակիչներն ինչ են ասում, օրինակ իմ հարազատների շրջապատի մարդկանց, ովքեր արտերկրից, չգիտեմ, եկամուտ է ստանում կամ մարդիկ, որ մեկնում են արտերկիր, անդադ ինձ այդ հարցն են տալիս, թե արդյոք դա հայտարարագրվելու է, թե չի հայտարարագրվելու, որտեղ գիտենք, չէ՞, մեր բազմաթիվ հայրենակիցներ արտերկրում են, օգնություն են ուղարկում իրենց հարազատներին։ Միանշանակ հարկվում է, որովհետև արտագն աշխատանքի մեկնողները սեզոնային բնույթով պայմանավորված երբ որ գնում աշխատում հետ են գալիս, այդ գումարները դառնում են հարկման ենթակա։ Մի մասը փոխանցվում են ընտանիքի անդամներին փոխանցման դեպքում դա պետք է ունենա անվանում։ Այսինքն ինչի համար էին փոխանցվել այդ գումարները։ Նպատակ, այսինքն նպատակ եւ նպատակը պետք է լինի փաստաթղթավորված։ Եթե դրանք բացակայում են, իրենք դառնում են հարկման ենթակա։ Ընդ որում մենք շատ հաճախ կլսենք տարբեր այդպես հետքայլեր եւ մանիպուլյացիաներ իշխանությունների կողմից, որpիսի հասարակական այս ընդվզումը որոշակի ճնշելու համար եւ իրենց ցանկությունը անցկացնելու համար այսպիսի պլանավորում են իրականացնում, հասարակությունը շերտավորում են, օրինակ արտագն աշխատանքի մեկնողներին որոշակի գումարի չափով ասում են դուք այսքան ժամանակ հատված դեռ չեք հարկվի, իհարկե դրանք իրավական այդպես փնթիություններով զուգորդված, բայց վերջնանպատակը լինելու է բոլորին հարկումը։ Ընդ որում շատ դեպքերում նաև արտագն աշխատանքի մեկնողների մոտ կրկնակի հարկում է տեղի ունենում։ Այսինքն մի հատ մեկնման վայրում, երկրում, որտեղ որ աշխատավարձը ստացել են, մի հատ տեղի օրենսդրության համաձայն է հարկումը տեղի ունենում, հետո փոխանցում է գումարը Հայաստանի Հանրապետություն, ապա Հայաստանի Հանրապետությունում է հարկումը տեղի ունենում։ Եվ այստեղ ճիշտ է, օրինակ իշխանությունը կարող է հակադարձել, ասել ոչ, մենք նման երկրների հետ ունենք կրկնակի հարկում բացառող համաձայնագրեր, այդպես իրենց տեղ չթողնենք էլի խոսելու, միանգամից դրա պատասխաններ տանք։ Դրա համար անհրաժեշտ է լինում շատ դեպքերում, օրինակ, եթե մարդը մեկնել է Ռուսաստանի Դաշնության աշխատանքի, ինքը պետք է գնա Ռուսաստանի հարկային մարմիններից ստանա տեղեկանքներ, ստացած եկամուտ եւ վճարած հարկերի վերաբերյալ, բերի ներկայացնի Հայաստանի Հանրապետության որևէ խորհրդատվական կազմակերպության, որպեսզի իր հայտարարագիր լրացնեն, հետո գնա հարկային մարմին ցույց տա, որ հարկ է վճարել, այդքան նվազեցում կատարվի, պայմանական 10,000 ռուբլի հարկ է վճարել, բայց Հայաստանի օրենսդրության համաձայն իր համար գոյանում է 20,000 ռուբլի հարկ, 10,000-ը հաշվանցելու համար այդ փաստաթղթավորումը պատկերացրեք, որ անհրաժեշտների ժանրից է, որ կարող է այստեղից աշխատանքի մեկնածը կարողանա այդքան բյուրոկրատիայի մեջով անցնել ամբողջ փաստաթղթավորում պատշաճ ապահովել, որ կարողանա այդ 10,000 ռուբլին եւս մեկ անգամ Հայաստանի Հանրապետությունում չհարկվի։ Այս հարցը կարծում եմ հուզում է, չէ՞ շատերին, Չի կարող չէ ուզել, չի կարող չէ ուզել,
որովհետև մարդը լավորի չէ, որ տնից տեղից կտրվում եւ մեկնում է արտագն աշխատանքի։ Այսինքն նշանակում է պատշաճ եւ բավարար չափով եկամ չի կարողացել գեներացնել Հայաստանի Հանրապետությունում, թողել է իր ընտանիքը, թողել է իր շրջապատը, իր տունը եւ այլն մեկնել է աշխատելու։ Գնում է ամիսներով աշխատում է, մի հատ էլ գալիս է որ 20% Հայաստանի Հանրապետությունում հարգվճարի։ Շատ դեպքերով մենք նաեւ ունենում ենք մտավախություններ այստեղ, որ նշվա այս հայտարարման համակարգը կարող է արտագաղթի տեմպերի արագացման բերել։ Այսինքն մարդը կարող է ռացիոնալ որոշում կայացնել 20%-ը ոչ թե Հայաստանի Հանրապետությունում բերել հարգվճարել, այլ 20%-ին ինչ որ բան կամ ավելացնել կամ առանց ավելացնելու բնակարան վարձակալ եւ ընտանիքի անդամներին նույնպես տեղափոխել Հայաստանի Հանրապետությունից։ Շատ լավ, պարոն Սարգսյան, եկեք մի փոքր էլ խոսենք վերջին օրերին, վերջին շրջանում մեծ աղմուկանաց խաղաղության համաձայնագրի կամ պայմանագրի վերաբերյալ։ Նախ կխնդրեմ բացեք, որն է պայմանագիրը, տարբերությունը հա պայմանագրի եւ համաձայնագրի, միտեղ գրում են ասում են պայմանագիր, միտեղ համաձայնագիր։ Շատ ճիշտ եք նկատում, վերջին օրերին նամանավանդ իշխանության ներկայացուցիչները անդադ համաձայնագիր տերմինն են շրջանառում։ Պայմանագիրը իրանից ենթադրում է երկկողմանի հստակ իրավունքներ եւ պարտականություններ եւ իրավունքների օգտվելու դիմաց որոշակի այդպես կարող են պարունակել դիվիդենդներ կամ իրավունքների իրացման պարագայում կարող է նաեւ պատկերացնել հանրային շահի կամ պետական շահի իրացում որևէ կերպ։ Պարտականությունների չկատարման դեպքում գոյություն են հստակ իրավական մեխանիզմներ ու իրավական հետևանքներ, այսինքն չկատարելը հանգեցնելու այսինչին, որի դիմաց պետք է այսինչ պատիժը կրել կողմերից որևէ մեկը։ Համաձայնագիրը իրենից ներկայացնում է ավելի շատ համաձայնություն, թեպետ ինքը, այսինքն շատ նուրբ է այն գիծը, որ պայմանագիր թե համաձայնագիր կարող են այդպես միմյանցից տարբերվել, բայց ամեն դեպքում համաձայնագիրը շատ դեպքերում չի էլ ունենում պարտականությունների չկատարման իրավական հետևանքներ։ Բայց սա այդպես մոտավորապես տարանջատելու մասով, բայց մեր գնահատմամբ խաղաղության պայմանագիր չէ նշվածը, այլ կապիտուլյացիոն երկրորդ ակտն է Հայաստանի Հանրապետության համար, այսինքն բուն պայմանագրի մասին է խոսքը, իսկ համաձայնագիրը, որ այժմ շրջանառվում է 17 կետերով, սա մենք համարում ենք նախապայմաններ ապագա պայմանագիրը կնքելու։ Սա շատ կարևոր է ֆիքսել։ Տեսեք, երբ որ սկզբից քննարկվում էր 30 կետեր մոտավորապես մեջբերվում, երկու կողմերի միջև քննարկման ենթակա, եւ 30 կետը դարձավ 17 կետ։ Նախ առաջին հարցը այստեղ առաջանում, ինչպես ստացվեց, որ 30 կետը դարձավ 17։ Եթե մենք տրամաբանենք, 30 կետը պետք է մոտավորապես բաղկացած լինի երկու կողմերի հավասարաչափ առաջարկներով, չէ՞, որովհետեւ եթե 30 կետն էլ մեկ կողմը կամ մեկ երկիրն է թելադրում, նշանակում է սա ղազագիր է ավելի շատ եւ ոչ թե պայմանագիր կամ նույն կապիտուլյացիոն ակտն է պարտադրված մի կողմից, տվյալ դեպքում Ադրբեջանի կողմից։ Այսինքն ենթադրվում էր, որ սկզբնական շրջանում 15 կետ Հայաստանի Հանրապետությունն է ներկայացվել, 15 կետ Ադրբեջանն է ներկայացվել եւ ակնհայտ տեղի ունեն 13 կետից իջում։ Եվ հաշվի առնելով Ադրբեջանի հռետորաբանությունը, Ադրբեջանի այդպես խոսույթները, Հայաստանի Հանրապետության ղեկավարության խոսույթները, հետո գլխիկոր գնալ եւ ընդունել բոլոր տեսակի պայմանները, այսինքն մեր համար ակնհայտ է դառնում գրեթե, որ 13 կետ զիջել ենք Հայաստանի Հանրապետությունը 13 պահանջից հրաժարվել է։ Դրա համար 17 կետանոց փաստաթուղթը, որը համաձայնագիր են կոչում, մենք սա համարում ենք նախապայման ապագա պայմանագրի համար, ընդ որում 17 կետերը, եթե մենք ավելի բացում ենք հրապարակային աղբյուրներից, մոտավորապես 8 կետ կարողանում ենք բացել։ 9 կետ ամբողջովին չի հրապարակվում։ Չի լինում բացվել, այո։ Բայց դες կներեք, էլի ինչու չի հրապարակվում այդ տեքստը։ Ես նաև գիտեմ, որ մեր անհետ կորածների ծնողներն են անգամ որոշել գնալ, պահանջել, որպեսզի այդ տեքստը իրենց տրամադրվի, բայց իշխանությունը դուր է սառնում։ Տեսեք, հրապարակված կետերը, եթե մենք վերլուծում ենք դրա հետևանքները, բավականին վտանգավոր են։ Այսինքն ձեր հարցին այսպես պատասխան, դուք պատկերացնում եք այն 9 կետերը, որ չեն հրապարակում, դրանց վտանգավորության աստիճանը։ Օրինակ, հրապարակված կետերից մեկը հետևյալն է. երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունները, հետո Հայաստանի ղեկավարությունը, այսինքն Հայաստանի վարչապետը, ազգային ժողովի նախագահը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ասում են խաղաղության համաձայնագրում, այս համաձայնագրում, որը որ հայ հանրությանն են ներկայացնում, ասում են տարածքային ինչ որ քառակուսի կիլոմետրով նշագրում գոյություն չունի, այսինքն չենք ասում որքան տարածք ենք ճանաչում, տարածքային ամբողջականություն ենք ճանաչում։ Այսինքն սա իր հետ բնականաբար պարունակում է գաղտնի կետ եւ այդ թվում չի բացառվում,
որ այս կետի ենթակետը լինի, այսինքն այն 9 չգաղտնազերծված կետերից մեկը սա լինի։ Որտեղ մենք խորը համոզմունք ունենք, որ հղում է կատարվում, այսպես ասած, սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի այդ կանոնակարգ կոչված դատարկ փաստաթղթին, որտեղ Ադրբեջանը ըստ իրեն հարմար ուրեմն տարածքների եւ ըստ իրեն հարմար տարբեր ժամանակահատվածների քարտեզների պետք է իրականացնի սահմանազատում եւ սահմանագծում։ Այսինքն մի վտանգավոր կետը սա է, որ մենք կամ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիրքորոշում է հնչեցնում, որ ճանաչում ենք տարածքային ամբողջականությունը, բայց մենք չգիտենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանը որքանով է ճանաչում։ 10,000 քառակուսի կիլոմետր, 25,000-ով, 29,000-ով, թե որքանով։ Հաջորդը գաղտնազերծվածներից մեկը Զանգեզուրի այսպես կոչված միջանցքի տրամադրումն է, որը շատ դեպքերում Հայաստանի իշխանությունները ջանք չեն խնայում բացատրելու, որ դա միջանց չէ, այլ դա ճանապարհի ուղղակի ապաշրջափակում է, ընդ որում նրանց այսպես ասած կիսատ պրատ հայտարարությունը բացահայտվում է հետևյալ կերպ։ Կհիշեք, ամիսներ առաջ խոսվում էր այդպես միջանցք ասվածի, Զանգեզուրի միջանցք ասվածում ադրբեջանական կողմի բեռնափոխադրումների ժամանակ մշտական նրանց ուղեկցող եւ նրանց անվտանգությունը ապահովող միջազգային ինչ-որ մասնավոր պահնորդական կազմակերպությանը պատվիրակվելու հարցը։ Ինչ արեցին, հասարակական տրամադրությունները ստուգեցին, այսինքն փորձում էին հասարակությանը բացահայտել, որ տեղի ունենալու թուրքական ինչ-որ մի կազմակերպության կամ ինչ-որ մի ստորաբաժանման կողմից մշտական հսկողություն, տեսան հայ ժողովրդի արձագանքը եւ դրանց ժամանակավորապես հրաժարվեցին։ Այսինքն մի կետը սրա շուրջ է, ինչքան էլ իրենք ասեն ճանապարհներ բանակցել են եւ արդեն համաձայնվել են, որովհետեւ փաստացի հայտարարում են 17 կետանոց համաձայնագրի միակողմանի պարտադրված կետերի ընդունման վերաբերյալ համաձայնեցված է, որ Զանգեզուրի միջանցքը պետք է տան։ Հաջորդ վտանգավոր կետը մոտավորապես 350,000 ադրբեջանցիների հետ վերադարձ Հայաստանի Հանրապետություն, իբր թե հետ վերադարձի մասին է խոսվում, եւ միևնույն ժամանակ բաց այդպես ֆորմատներով կամ բաց աղբյուրներից, որ կարողանում ենք տեղեկատվություն ստանալ, զուգահեռ քննարկվում էր թուրքական կամ ինչ-որ մի այդպես համատեղ թուրքական Հայաստանում խաղաղապահ առաքելության մշտապես գործելու հարցը, որպեսզի կարողանան պաշտպանել Ադրբեջանի կամ ադրբեջանցիների էթնիկ քաղաքականությունը եւ այլն։ Իսկ որպեսզի պատկերացնենք վտանգավորության աստիճանը, որ ադրբեջանցիները պետք է կամ վերաբնակեցվեն Հայաստանի Հանրապետությունում եւ ինչ որ մի երկրի խաղաղապահ ուժերը նրանց շահերը պաշտպանեն, դա նշանակում է վերջնական այդպես տապանաքար քաշել Հայաստանի Հանրապետության գոյության վրա։ Այսինքն այս համաձայնագիրը կամ չգիտեմ, պայմանագիրը լիովին վտանգավոր է Հայաստանի համար, պարոն Սարգսյան։ Եկեք մի վտանգից էլ խոսենք, էլի օրինակ համաձայնագրի բացահայտված կետերից մեկը հետևյալն է. Հայաստանը հրաժարվում է միջազգային բոլոր տեսակի հայցերից եւ գանգատներից։ Հայաստանը 4 գանգատ ունի, 5-րդն էլ ինչքան հիշում եմ կար, Ադրբեջանի դեմ ներկայացրած, որոնք հետևյալն էին։ Օրինակ, 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից իրականացված վայրագությունների անթույլատրելիության սկզբունքի խախտումներ, այսինքն մենք հիշում ենք, չէ՞, ինչպես էին մարդկանց գլխատում, նկարահանում եւ գցում։ Հրաժարվել սրանից սա նշանակում է արտարացնել Ադրբեջանի գործողությունները եւ համաձայնության տալ, որ այո, Ադրբեջանը վայրագություն չի արել եւ մարդու կյանքի իրավունքի խախտում չի իրականացրել։ Գանգատներից մեկը հետևյալն է. 2023 թվականին 22-ից սկսած Արցախի լիակատար շրջափակում, այնուհետև էթնիկ զտում եւ տեղանում մարդկանց հրաժարվել այդ գանգատից նշանակում է, որ ադրբեջանցիների գործողությունները սրբագրել եւ ասել, որ այո, դուք ճիշտ եք արել, որ ապօրինի կերպով ձեր տարածքում բնակվող ժողովրդին դուք տարհանել եք եւ հետագայում որևէ պատասխանատվության չի ենթարկել։ Ու եկեք զուգահեռ հիշենք ինչու աշխատանքից ազատվեց Երեշեկ Կիրակոսյանը։ Այսինքն նորից ինչպես վերլուծում ենք այդ բաց աղբյուրները, հասկանում ենք, որ պարտադրված էր հրաժարումների եւ մարդը չէր կարող այդ հրաժարմանը գնալ, որովհետեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո անցել է արդեն վաղեմության ժամանակահատվածը, որ եթե գանգատներից հրաժարվում ենք, այլևս չենք կարող նոր գանգատով դիմել։ Ադրբեջանը ամբողջությամբ մաքրում է Իրան, սրբագրում է եւ ասում է, որ եկեք այսպես ասած ճանաչեք Ադրբեջանին եւ Ադրբեջանի իշխանություններին որպես որևէ տեսակի իրավախախտում չիրականացրած սուբյեկտների, այնուհետև Ադրբեջանը զուգահեռ աշխատում է հետևյալ ուղղությամբ։ Հաշվարկ էր կատարում եւ վերջերս հրապարակվեց 11 միլիարդ դոլար նախնական ինչ-որ Արցախում տրված վնասի վերաբերյալ այդպիսի որոշակի հաշվարկներ, մոտավորապես այդ թիվը կարող է հասնել 100 միլիարդ դոլարի եւ
մեր բոլոր տեսակի հրաժարումների դեպքում, այդ թվում Արցախահայության գույքային իրավունքի, նրանց գույքի հանդեպ այդպես փոխհատուցման պահանջատիրությունից հրաժարումը Հայաստանի Հանրապետության կողմից դուրս է գալիս Հայաստանի Հանրապետության համար 100 միլիարդ դոլարի պարտքի այդպես դատավճռի կայացում, այնուհետև լեգիտիմ հիմքերի ստեղծում հարձակում գործելու Հայաստանի Հանրապետության վրա եւ հողերով, հանքերով փոխհատուցման պահանջի ներկայացում։ Վտանգավորության աստիճան այս ամբողջական շղթան պետք է միասին մենք կարողանանք համադրել ու բացահայտել, թե որտեղից ուր ենք հասնում։ Պարոն Սարգսյան, Փաշինյանը, ես որքան մտաբերեցի, դուք միակողմանի ստորագրման մասին էլ քիչ առաջ խոսեցիք, հայտարարում է, որ պատրաստ է պատրաստակամություն հայտնել միակողմանի ստորագրելու հետ համաձայնագիրը, բայց Արծիզ Ալիևի կողմից դեռևս ձենձուն չկա, կան մարդիկ, մասնագետներ, որ նաև տեսակետ են առաջ քաշում, որ Ալիևը այն չի ստորագրի, այս միակողմանի ստորագրումը Հայաստանի համար հղի է կրկին վտանգներով եւ ինչ կարող է դրանից լինել։ Մենք ձեր ասած վարչապետին ասում ենք զիջոց վարչապետ կամ համայն հայոց զիջողը եւ միակողմանի ստորագրել դա գիտեք ինչքան ծիծաղելի է, այդպես ծաղրածուի վարքագիծ է մոտավորապես։ Ինչ է նշանակում հայելի միակողմանի ստորագրել, եթե փաստաթուղթը ճիշտ է մենք դա համարում ենք նախապայման հետագա կապիտուլյացիայի համար, բայց այնուամենայնիվ ունի ստորագրման երկու կողմ։ Ընդ որում ստորագրման երկու կողմերից ամենաանբարենպաստ վիճակում Հայաստանի Հանրապետությունն է գտնվում, այսինքն նա է պարտավորություն ստանձնում ապագայում Հայաստանը դեպի կապիտուլյացիա տանելու եւ ասում է ես ստորագրում եմ, այսինքն մի անգամից մեսիջ է տալիս Ադրբեջանին, որ ասի մենք կապիտուլացված ենք, ինչ եք ուզում արագացրեք։ Ինքը այսքան արագ կամ այդպիսի խոսույթով երկու խնդիր է լուծում։ Առաջին խնդիրը մեսիջ է տալիս Ադրբեջանին եւ Թուրքիային եւ ասում է ժողովուրդ, ես ձեզ ինչ եղանակով բացատրեմ, որ ես ձեր կամակատարն եմ Հայաստանի Հանրապետությունում, ինչու չեք ինձ հավատում։ Ուզում եք միակողմանի ստորագրեմ, որ լիակատար վստահ եք, որ ես իսկապես ձեր մարդն եմ եւ ձեր շահերի սպասարկողն եմ Հայաստանի Հանրապետությունում։ Երկրորդ կողմից ինչ է կատարում։ Իրեն օդու ջրի նման հարկավոր է խաղաղություն տերմինը պարունակող ցանկացած տեսակի փաստաթուղթ, որովհետեւ իր, այսպես ասած, կառավարման 7 տարվա ժամանակահատվածի ընթացքում բացի զոհերը, բացի վիրավորները, բացի տեղահանված անձինք, բացի Հայաստանի Հանրապետությունից տարածքների զիջումները եւ այլն, ինքը մնաց քաղաքական այդպես դաշտում, արենայում մի օրակարգով, խաղաղություն բերելու օրակարգով։ Եվ նրա բոլոր տեսակի ջանքերը սպառված են, ամբողջ քաղաքական կապիտալը սպառված է նրա։ Ինչ պետք է անի 2026 թվականին հայտ ներկայացնելու համար, պետք է խաղաղության որևէ տեսակ փաստաթուղթ ստանա։ Մենք անգիր գիտենք, որ դա խաղաղության չտանող փաստաթուղթ է, դա կապիտուլյացիայի փաստաթուղթ է, բայց եթե նա ստացավ այդ խաղաղություն տերմինը, որ խաղաղության վերաբերյալ համաձայնագիր, ապագայում խաղաղության պայմանները Ադրբեջանի թելադրանքը կատարելու եւ ապագայում պայմանագիր կնքելու համար, այսպիսի մի հատ խառը վերնագրող ու ամբովանդակ պարտադրողական փաստաթուղթ, ինքը դուրս է գալու անցած անգամ մուրճներ չէ թափահարում, այս անգամ A4 ֆորմատի թուղթ է վերցնում, այդպես թափահարելով ասել է ժողովուրդ, կարող մի հատ էլ ձի հեծնի ու ասի ժողովուրդ ես վերել եմ ձեր խաղաղությունը։ Իհարկե հայ ժողովուրդը այլևս չի կարող սրան վստահել, բայց դա մնացել է իր այն որ բանի խեղդվող մարդը, որ ասում է ճարահացյալ ձեռքը նաև փրփուրներին է գցում, հիմա այս խաղաղություն կոչվող կամ խաղաղության անվան տակ A4 ֆորմատի փաստաթուղթը, որ նա պատրաստել միակողմանի ստորագրել, այդ փրփուրն է, որից ինքը կախված ու կարճած է։ Պարոն ուզում եմ դες հարցնել, այդքան հանդիպում ենք բնակիչների հետ, այս իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը ոնց է ընտրվելու, չգիտեմ, իշխանություն վերցնելու արդար ընտրության միջոցով շանս ունի ձեզ։ Այո, Հայաստանի քաղաքացին կարող է 2026 թվականին կամ գուցե դրանից ավելի շուտ ազատվել այս իշխանությունից, տրամադրվածությունները հենց այդպիսին են։ Եվ ճիշտ է մեր հանդիպումների ֆորմատը սոցիալական, սոցիալ-տնտեսական են եւ անձամբ յուրաքանչյուր քաղաքացու վերաբերելի հայտարարագրման եւ դրա հետ փոխկապակցված խնդիրներ են, բայց մենք միշտ հայտարարագրումը նաեւ փոխկապակցում ենք Արցախի հանձնման հետ, Հայաստանի պարտության հետ, Հայաստանի լուծարման հետ, որովհետեւ դա ընդհանրապես մեկ օղակն է։ Հայաստանի ապա մոնտաժման մեկ օղակն է ընդհանրապես։ Հասարակական տրամադրությունները, եթե ասեմ, զզվանքով են վերաբերվում իշխանություններին, նշանակում է ոչինչ չասել։ Պատկերացրեք,
վերաբերմունքը իշխանության նկատմամբ։ Անդրադառնանք նաև միջազգային հանրության արձագանքին այս խաղաղության համաձայնագրին։ Մինչ մեր զրույցը ես այսպես մամուլն էի թերթում, հանկարծ աչքս առավ նրան, որ Եգիպտոսը ողջունել է այս համաձայնագիրը։ Ինչ է տալիս դա օրինակ Շվեյցարիային, Եգիպտոսին։ Տեսեք, շատ մենք ունենք հասցեատերեր եւ այդպես ասած շահառուներ, բայց այդ շահառուների ցանկում հաստատ Եգիպտոսը չի ընդգրկվում, որը մեկին որևէ բան չի տալիս եւ շատ դեպքերում այդպես դիվանագիտական, քաղաքական ժեստի եղանակ է կարծիքի արտահայտում որևէ տարածաշրջանի, որևէ պետության վերաբերյալ։ Շատ դեպքերում դա էլ իշխանությունները, օրվա իշխանությունները ծառայեցնում են ժողովրդին մոլորեցնելու միջոց, որպեսզի օրինակ մենք նստենք ժամանակ ծախսենք այդպիսի մեկնաբանությունների վրա։ Օրինակ շատ ավելի վտանգավոր է Գերմանիայի խոսույթը, որ մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետության համարձակ զիջումները կամ համարձակ որոշումը, սա նշանակում է, որ ապրի Հայաստանի Հանրապետության հակապետական իշխանությունը, որը կարողացավ իր ազգի եւ իր պետական շահի հաշվին այդպիսի զիջումների գնալ։ Այսինքն նույնիսկ նրանք զարմացած են ինչպես կարելի է այդքան ատել սեփական պետությունը սեփական ազգին, որպեսզի գնա այդպիսի ծախու գործողությունների։ Այս դրանից պետք է վախենալ, այսա արդեն վտանգավոր է։ Իսկ մնացած պետությունները ուղղակի ողջունելու են, որի տակ չկա որևէ տեսակ կամ հակահայկականություն կամ ի նպաստ հայկականության։ Ուղղակի խոսք է դիվանագիտական խողովակներով արտահայտչած ձև է իրականացնում։ Եղա պարոն Սարգսյան, շնորհակալ եմ շատ այս զրույցի համար։ Հարգելի հետևորդներ, ես հիշեցնեմ, որ այսօր մենք զրուցում ենք Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի հետ։